այո, դուք խոսեցիք տարածքների հնարավոր հանձնումից, երեք նաև նույն Ռուբեն Ռուբինյանին հստակ հարց ուղեցին, երաշխավորում եք, որ որպես ազգային ժողովի նախագահի թեկնածու, ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում Տիգրան չեք հանձնելու։ Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29700 քառակուսի կիլոմետր է, եւ դա լիակատար եւ անքննարկելի կարմիր գիծ է։ Մարդը պարզ ասել է Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածք չի։ Ես հաստատում եմ։ Ես ամիսներ առաջ եղել եմ այդ գյուղում։ Ողբալի վիճակ, բնակություն չկա, մի քանի աշակերտ դպրոցում մի հրաշալի 13-14 տարեկան աղջնակի հետ ծանոթացանք, ես Այն հայրենը մի 2 րոպե որ խոսեց, անգամ իմ ուղեկիցներին եւ ինձ, նաեւ լրատվամիջոցների ուղակի զարմացրեց։ Այս ինչպես ասում են, իբր ճանապարհից հեռունկած, բայց բուն իմաստով հենց ճանապարհի խաշմերուկում գտնվող գյուղը փաստորեն լքված վիճակում է։ Ավելին ասեմ ձեզ, դա արդեն քաղ պայմանագրի հետ կապ չունի։ Բոլոր ժամանակներում Տիգրանաշենը այդ տարածքները, շենքերը Մշակովի հողատարածքները երբեք Հայաստանի Հանրապետության տարածք չեն եղել։ Սա արդեն Փաշտյան Նիկոլի գրպանը պետք չի ոչինչ գցել։ Ես ասում եմ այն ինչ կա։ Այդ տարածքը Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր կադաստրի պետական կոմիտեի տարածքում գրանցված չի։ Եվ Ռուբեն Ռուբինյանը հենց դա է ասել։ Տողատակը կարդում ենք։ Այդ 29743-ի մեջ մտնում է Տիգրանաշենը։ Ոչ չի մտնում։ Այսինքն ինքը պատասխանել է, այդ տարածքը մեր տարածքը չի։ Ճիշտ է, առայժմ մենք ենք ապրում, բայց դա հանձնելու ենք։ Ես էլ բացում եմ փակագծեր, ինքը ինչ է ասում։ Այնինչ մերը չի, մենք հանձնելու ենք։ Ռուբեն Ռուբինյանը դա է ասել։ Այդ տարածքը երբեք մեր կադաստրի մեջ չեն մցրել, ցավոք սրտի։ Ստրատեգիական նշանակություն ունեցող գյուղ է։ Հայաստանի Հանրապետությունը երկու մասի է բաժանում այդ տարածքը միջպետական ճանապարհը։ Չէ, նույնը չի, նախ Արցվաշեն եւ Տիգրանաշեն, Արցվաշենը բավականին խորքում ընկած տարածք է, այո, Հայաստանի Հանրապետության, խորհրդային Հայաստանի տարածք է։ Այդ տարածքում համարյա հավանականությունը 0 է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ազգությամբ հայերը եւ ոչ միայն կգնան, կբնակվեն Արցվաշենում, ինչու։ Որտեղ որպեսզի Հայաստանի Հանրապետությունից Արցվաշեն գնաս, ասում ես, ինչպես ասում են շատ տեղերով, որը Հայաստանի Հանրապետության տարածք չի։ Ճանապարհներ, սարեր, քարեր, լեռներ, անտառներ, հեռու է, Հայաստանից շատ կտրված է։ Եթե Ադրբեջանը մեզ հնարավորություն տա, մինչև Արցվաշեն, Հայաստանի Հանրապետությունը ենթակառույցներ ստեղծի այդ գյուղ հասնելու, այդ գյուղը գազով, հոսանքով, ջրով, ամեն ինչով ապահովված լինի եւ կապված լինի Հայաստանի հետ, դա ուրիշ բան է։ Վստահաբար Ադրբեջանը դա չի անի, հետաբար անկլավ կոչված Արցվաշենում հայերը չեն վերադառնա։ Հիմա նայենք ինչ ասել է Տիգրանաշենը։ Իդեպ չիմացողների համար ասեմ, այդ Տիգրանաշենը Տիգրան այն հրամանատարի անունը, որ զոհվեց այդ տարածքները ազատագրելուց։ Հիմա սա ուղղակիորեն միջպետական ճանապարհի վրայի գյուղ է, ոչ թե հարակից տարածք է։ Այդ գյուղի տարածքը է նաև ճանապարհը։ Ավելին ճանապարհից դեպի Հայաստան մյուս կողմը, այսինքն եթե դիմացից նայում ենք, աջ կողմը Տիգրանաշենն է իր սարերով, հետո ճանապարհն է միջպետական եւ հետո ձախ կողմը Հայաստան։ Ավելին ասեմ, այդ Հայաստանի տարածք կոչվածնել է մի մասը Տիգրանաշենի տարածք։ Հիմա եթե այդ տարածքը տրվում է նաեւ ճանապարհը։ Եվ Հայաստանը ուղղակիորեն բաժանվում է երկու մասի։ Այդտեղից հետո հաշվենք ինչ շրջաններ կան, ներառյալ մինչև հասնենք Վայք, Եղեգնաձոր, Սյունիք, այս բոլոր կտրվում է։ Որոշ մտքի գիգանտներ իշխանություններից նախկիններ ասում են, դե մենք նոր ճանապարհ կառուցենք։ Դուք մենակ ասֆալտ եք գցում եւ ասֆալտի վրա փող եք աշխատում։ Ինչ ճանապարհ գցել, վեդիով ճանապարհ, ուր այդ ճանապարհը։ Վաղը եթե ճանապարհը հանձնում եք, օրինակ ինձ հետաքրքիր է Հայաստանի այդ մարզերը, կենտրոնի եւ հյուսի հետ ոնց է կապվելու։ Այսինքն մեր տրանսպորտային միջոցները պետք է գնան ադրբեջանական գյուղի մեջով։ Երկու կողմը ադրբեջանցիներ են, ել չեմ ասում իրենց սահմանապահները կարող են լինել զինված։
Ճողնակից հետաքրքիր, այսինքն այդտեղ Ադրբեջանը կարող է անցակետ դնել, ասել ես ստուգում եմ։ Մի պահ մտնում եք իմ պետության տարածք, որը Նախիջևանի տարածք է, ստուգում եմ ամեն ինչ։ Տրամաբանական է, տրամաբանական է, սահմանապահ ուղեկալ, մաքսային ծառայություն, հենց այդ ճանապարհի վրա է դնում Ադրբեջանը, ասում ամեն ինչ ստուգում եմ։ Ոնց որ մի ժամանակ Նախիջևանից Ադրբեջան, երբ որ Հայաստանով գնում էին, Սադախլուով ստուգվում էր, չէ՞, ադրբեջանցիները գնացքը գնում էր, գնացքի ուղևորները, ուղեբեռները ստուգում էր, նույն էստեղ է դնելու։ Մաքսային եւ սահմանային, ինչպես նաեւ ֆիտոսանիտարական ծառայություն, 3 ծառայություն էլ դնում է Ադրբեջանը։ Քանի դեռ Հայաստանը շրջանցող ճանապարհ չի ստեղծել վեդիով, իսկ այդ վեդիով ճանապարհը բարև ձեզ կստեղծի էլի։ Սա ինչ վերաբերում է ճանապարհի ստրատեգիական լինելուն։ Վաղտեշ Ադրբեջանը պարտադրելու է Հայաստանի ներկա իշխանությունները պարտադրված հանձնելու են, թե ինչ կլինի Հայաստանում ներքաղաքական կյանքում եւ այլն չեմ կարող ասել, կարող եմ ենթադրություններ, բայց չեմ ուզում այս պահին այդ թեման չի, ենթադրություններով ասել թե ինչ կլինի։ Ստրատեգիական, գերստրատեգիական նշանակություն ունեցող գյուղ եւ տարածք, հարակից տարածքներ։ Չզարմանաք, նորից եմ կրկնում, Ադրբեջանը հենց այդ գյուղի մոտ դնելու է նորից եմ կրկնում 3 ծառայություն։ Եվ Հայաստանից, կենտրոնից, Երևանից դեպի մյուս շրջանները գնացող այդ ծառայությունները ստուգելու են, ադրբեջանական ծառայությունները։ Մաքսակետա դնելու, անցակետա դնելու, բայց իր երկի տարածքով է անցնում։ Այսպես, ես կարծում եմ, որ Տիգրանաշենը մեր քաղաքական ընդդիմության համար դառնալու է մի փորձակար, թե այդ քննությունը ընդդիմությունը ոնց կբռնի չեմ կարող ասել, բայց վստահաբար փորձակար է դառնալու, այսքանը։ Նաև մենք տեսանք 300,000 ադրբեջանցիների թեման, 3 ԿՊԱ-կանը Հասմիկ Հակոբյանը ասում է, ձեր քրտներից ենք բերելու 300,000 ադրբեջանցիների գալը վահաբեկում էին հայ ժողովրդին։ Խնդրեմ այս մասը, մենք տեսնում ենք ընտրություններից հետո ադրբեջանական կողմը էլ ավելի է սաստկացնում այս պահանջը։ Դե հետո այդ Արուն Ազգանն ասի, ես չեմ ճանաչում։ Ո՞վ է դա։ Եվ ինչ։ Հիմա ամեն ԿՊԱ-կանի, ինչև է այդ 300,000, օրինակ ես 2018-ին ասել եմ, որ պատերազմ է լինելու մի քանի տարի հետո։ 20-ին պատերազմ եղավ։ ԿՊ-ն ասում էր պատերազմ չկա, Փաշինյան Նիկոլն էլ իր զրոյական կետից էր բանակցում։ Մենք էլ ասում ենք պատերազմ է լինելու, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, հիմա ով էր ճիշտ։ Փաշինյան Նիկոլը իր լնգուլ ավազով, թե մենք։ Եթե Ադրբեջանի նախագահ պետական քաղաքականությունն է վարում վերադարձնելու ժամանակին Հայաստանում մոտ վերջին տվյալներով 85,985-ի մոտ 80,000 մարդ է եղել, ավել չի եղել, 300,000 են ասում, այդպիսի բան չկա։ Հիմա մարդը ասելով ուզում են գան վերադառնան իրանք իրանց ժառանգներով, մի կես միլիոն, մի միլիոն մարդ։ Ասում է վախացնում եք 300,000-ով։ Իսկ որ պատերազմի մասին ասում ենք, իսկ քաղաքապայմանագրի խմբակցության նախագահ ԱՄՆ-ում հետո դեսպան Տիկին Լիլիթ Մակունց ասում էր, եթե կռիվ լինի Թուրքիան ընդհանրապես չի խառնվի։ Ինձ հետաքրքիր կենտրոնական հետախուզական վարչությունից թե մի 6 էին ասել Լիլիթ Մակունցին այդպիսի բան ասա, պատերազմից մի քանի օր առաջ։ Եվ ինչ Թուրքիան խառնվեց, թե չխառնվեց, երբ որ մենք ասում ենք թուրքական կործանիչները գտնում են Գանջայի օդանավականում, հատուկ նշանակության ստորաբաժանումները գտնում են այդտեղ։ 20-30,000 աբեկիչ Թուրքիայով բերել են Ադրբեջան, մենք դա մասին ասում ենք, չէ՞ մենք գիտենք որ պատերազմն է, ով էր ճիշտ, մենք թե Լիլիթ Մակունցը, Փաշինյան Նիկոլը եւ մյուսները, ով էր ճիշտ։ Մենք էլ ենք ասում, Ալիևը ծրագիր ունի եւ դա լրջագույն սպառնալիք է։ Իդեպ ասեմ, մարդկության պատմության մեջ առաջին անգամ առանց զենքի պետության տարածք կա գրավել, մի քանի օր առաջ, հիմա զուգահեռում եմ, այն ինչ որ 300,000 Ալիև ասես տանկերով չեն գալու, այդ տանկերով ինչու գան մեքենաներով, երբ որ Լարիսա Ալավերդյանը տիկին ինձանից առաջ եթերում էր մի
Դիպուկ խոսք, ասեց աղոհացով ԿՊ-ն կդիմավորի, իհարկե աղոհացով ԿՊ-ն կդիմավորի։ Գալու են։ Օրինակ Լիլիթ Մակունցը իր ոչ ճիշտ լինելով խմբակցության նախագահ, պատերազմից մի քանի օր առաջ նման բան է ասում, պատասխանատվություն կրել է, պետական պաշտոնատար անձա, պատասխանատվություն կրել է ստի համար։ Ապա տեղեկատվություն տալու, այդ թու նաև իշխանական մարմիններին, այդ թու նաև ազգային անվտանգության ծառայությանը, այդ թու նաև գլխավոր շտաբին եւ շտաբի աշխատողներին։ Ինքը 100%-անից բաներ ասում, Թուրքիան չկա, եթե կռվել լինի, Թուրքիան դարապես չկա։ Հորս արև։ Հիմա օրինակ է ձեր ասած տիկինա օրիորդա չեմ ճանաչում, եթե սկսեց Ադրբեջանը գործընթացը գալու, այդ 300,000-ը մի դուլ չի, որ լցնեն ու բերեն, դա գործընթաց է։ Հիմա որ սկսեց գալ օրինակ այդ սույն օրիորդը կամ տիկինը պատասխանություն կրելու այրա, այդ մտքերի համար չի կրելու, չէ, իհարկե չի կրելու, բայց Լիլիթ Մակունցը կրեց, որ մի հատ էլ ինքը կրի։ Մենք նորից ենք ասում, մենք ոչ թե օդից բաներ ենք վերցնում, մենք ելնում ենք Ադրբեջանի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության քայլերի եւ տրամաբանության եւ նպատակներից։ Ինչ է ուզում, ինչ են պատրաստում անել։ Նորից եմ ասում, Սեուտա քաղաք, Իսպանիա, մի երկու օր առաջ տարածքա գրավել առանց զենքի։ Իհարկե այնտեղ մի քանի խնդիրներ նաեւ լուծվում, բայց շատ կարեւոր է։ Այսինքն հիմա կարելի է առանց զենքի փախստականների անվան տակ, որոնք պատրաստված են, ամենայն հավանականությամբ իսլամական պետության զինյալներ են, 21-ից 20-28 տարեկան ամրակազմ բոլորի մոտ հեռախոսներով, կապի միջոցներով 65-70 հազար մտել են մի քաղաք, որը Իսպանիայի էքսկլավ է, նախկին Մարոկոյի տարածք, եւ այդ քաղաքը գրավել են 85,000 բնակիչներն են եղել։ Եվ Իսպանիան իր ամբողջ ղեկավարությամբ, որը ոստիկանություն ունի, բանակ ունի, հատուկ ծառայություններ, պարալիզացվել են, չգիտեին ինչ անեն։ Ես ասում եմ, այդտեղ առնվազն 4 շահառու կա այդ օպերացիայի, բայց մեզ համար որն է կարևոր, որ տարածքը կարելի է գրավել, խաղաղ մեքենաներով, ոնց էր ասում Ալիևը, մեքենաներով են գալու, այս մարդիկ էլ ցամաքային ճանապարհ այդքան բարձ չէ, նաև նավակներով են եկել, լողալով են եկել։ Դեռ ցամաքային լիներ մեքենաներով կգային վստահաբար։ Հիմա իրականությունն այն է, որ Իսպանիա այդ քաղաքը գրաբաց է։ Հիմա զոհեր կան, 65 զոհ ա եղել, բախումներ կան եւ այլն։ Առաջին շահառուն կարծում գլոբալիստներն են, որոնք Եվրոպա լցնում են Աֆրիկայից ներգաղթյալներին։ Խառնել բնակչությունները այդ պետությունների տնտեսություններին հարված տալ եվրոպական նկատի ունեմ, որտեղ ներգաղթյալները հիմնականում իսլամ դավանող են, մահամեդական են, ապրում են գետոյացված իրենց օրենքներով եւ մեծ հաշվով հսկայականակ մեծ բարձր ծնելիության շնորհիվ կարճ ժամանակ հետո այդ պետության որտեղ որ ներխուժել են, ժողովրդագրական վիճակ են փոխում։ Սա իրականությունն է։ Սա առաջինը գլոբալիստների, իսկ ով է ասում, որ անպայման Իտալիա պետք է գան, կարող է սա նոր ճանապարհ է։ Աֆրիկայից Մարոկո, Մարոկոից Միջերկական ծովի ափով դեպի Իսպանիա եւ Իսպանիայից եվրոպական քաղաքներ։ Նոր ճանապարհ են գցում գլոբալիստները։ Երկրորդ շահառուն Միացյալ Նահանգներ, Իսրայել։ Ինչու։ Հիշենք, երբ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չհայտարարված պատերազմի մեջ մտան Իրանի հետ, եվրոպական միակ երկրի ղեկավարը, որը կոշտ քննադատեց այդ գործողությունը, ոչ միայն օգնության ձեռք չմեկնեց ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակցին, իդեմս Միացյալ Նահանգները, այլև խիստ քննադատեց այդ արարքը, դա Իսպանիան էր եւ նաեւ վարչապետը։ Ես կարծում եմ, որ այստեղ շահառու են նաեւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Սա պատասխաններ Իսպանիայի վարչապետի նման կեցվածքի։ Այսինքն ամեն արարք ստանում է համարժեք պատասխան։ Այն էլ Միացյալ Նահանգների, այն էլ Ամերիկայի պատմության ալֆա օմեգա հանդիսացող Դոնալդ Տրամփի համար։ Երրորդ շահառուն Մարոկոյի իշխանությունները, ինչ վատ է, որ այդ տարածքը գրավեն, նախկինում Մարոկոյի տարածք է եղել։ Առավելից որ ավելի շուտ Մարոկոյին է կպած, քան Իսպանիային։ Շատ կարևոր ստրատեգիական տեղ է։ Բրիտանացիք էլ այդ տարածքի կողքը մեծ բազա ունեն Ջիբրալթարի մոտ։ Եվ չորրորդը իսլամական պետության զինյալները, որոնք իսլամ արմատականությունը այդ ձևով փորձում են նաև տեղափոխել Իսպանիա եւ Իսպանիայից եվրոպական այլ քաղաքներ։ Այնպես որ առնվազն 4 շահառու կա այդ օպերացիայի, բայց մեզ համար ինչն է
ասեմ ուսանելի, սովորելի, որ փորձենք հասկանալ ինչպես կարող է տեղի ունենալ այն 300,000-ը պատերազմ չեն լինելու իդեպ խաղաղություն բանակցությունները իրենց կետից սա Փաշինյանն էր ասում օրինակ սույն տիկինը կամ օրորդ ասում է Փաշինյանը սխալվել է երբ որ ասում էր խաղաղություն բայց պատերազմ եղավ բանակցություններ էր վարում բայց պատերազմ եղավ 44 օրից հետո Արցախը կար բայց մեկ էլ հանձնվեց 22 հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո Եվ հետեաբար երբ Ալիևը ասում է մեքենաներով են գալու, այո մեքենաներով են գալու։ Օրինակ ինձ հետաքրքիր է մի 50,000 որ ադրբեջանցի իբր այստեղ նախկինում բնակված եւ նրանց զավակներ իրականում բանտերից դուրս բեկած զեկեր հանցագործ աշխարհ հատուկ ծառայությունների աշխատակիցներ, այդ թվում նաեւ իքական սեր։ Իդեպ իքական սեր կարող են բանտից դուրս գալ եւ նաեւ հատուկ ծառայությունների աշխատողներ լինել։ Հետաքրքիր դրանք որ գան մտնեն փորձեն Հայաստանի սահման մի 3-4 ուղությամբ։ Օրինակ Փաշինյանը ինչ է անելու, ոնց է խոչընդոտելու, իհարկե ոչինչ չի կարող, չել կրակի։ Իդեպ նման խոչընդոտ կամ արգել կար նաև Իսպանիայի իշխանությունը, որովհետև նրանք կարող են այդ առաջին հոսքը զենքի ուժով լրացնել, կարծում եմ շարունակություն չլինի։ Բայց խաղի կանոններ կա գրված եւ այդ խաղի կանոններով Իսպանիայի Բանակ այդտեղ չէր ոստիկանությունը կրակելու հրաման չուներ եւ 60,000 լցվեցին իսպանական Սեյուտա քաղաք։ Հիմա օրինակ եթե Տաուշի կողմից, Վարդենիսի կողմից, Սյունիքի կողմից, Եղեգնաձորի կողմից, օրինակ ադրբեջանցիները որ գան, ասենք ամեն կողմից մի 10,000 մարդ, մի 50-60,000 մտնեն ինչ որ այն տարածքները, որ նախկինում իրենց բնակավայրն են, իրենց գյուղերն են եղել։ Կոմպակտ ապրել են այո ադրբեջանցիների օրինակ ինչ անելու Հայաստանի իշխանությունը երևի այսպես բանա շտապօգնության շչակա միացնելու ոնց որ հիմա մենք լսում ենք դրսից ժողովուրդ ասելու ադրբեջանցիները եկան բա ու չենք սպանելու հո բանակ չենք անելու վերջնաշով տեղ ապրել են չէ իրենք գերեզմաններ են ունեցել տներ են ունեցել չէ այդպես չի Կարծում եմ այդ օրը այդքան էլ հեռու չի։ Եթե այս իշխանություններն են վստահաբար չեն կարող գործնականում խոչընդոտել ադրբեջանցիների ավտոմեքենարով խաղաղ երթը դեպի Հայաստանի Հանրապետություն, բայց բնակվելու իմաստով։ Այդ մարդիկ հո չեն գալիս ասում մերն են։ Կամ այդ միգրանտները 60,000 Մարոկոից որ եկան ու չասին այդ տարածքը Մարոկոյի տարածք, ասին եկանք մենք ուզում ենք այդտեղ ապրենք։ Հետո պարզի այդ տարածքի այդ քաղաքը կարող է վաղ չեմիսօրը ինքնորոշվի դուրս գա Իսպանիայի կազմից։ Հնարավոր է։ Օրինակ տարածքներ կան, որտեղ ադրբեջանցիները որ կարող են գալ, ասենք կարող են ինքնորոշվել, չէ իրանք այդպես խնդիր չեն դրել, իրենք խնդիր են դրել ամբողջ Հայաստանում լցվել։ Կտոր չեն տալու, եղած ամբողջ Հայաստանն է մի հատ կտոր, էլի։ Իսպանիայի նման մեծ տարածք չի, որ կտոր նվաճեն։ Կգան կլցվեն, հետո էլ կասեն Ժողովրդի մի մասը դուրս կգա, որտեղ թուրքերը չի ուզենա ապրել։ Ովքեր դիմադրում են մեծ մասը բանտերում կհայտնվեն եւ հետո մի կես միլիոն, մի միլիոն ադրբեջանցի կգա Հայաստան։ Ինչպես Լիլիթ Մակունցը պատժվեց իր ստախոսության ապատեղեկատվության համար պատերազմից մի քանի օր առաջ, այնպես էլ սույն տիկինը կամ օրիորդը կարող է պատժվել, այնպես որ ավելի լավ է լռեն, քան խոսեն։